Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, եթերում է Պատմության խորհուրդ հաղորդաշարը։ Այսօր մենք խոսելու ենք հայոց պատմության թերևս ամենաքիչ գնահատված կերպարներից մեկի մասին։ Խոսքը Սիմեոն առաջին երևանցի կաթողիկոսի մասին է, որ գահակալել է 1763-ից 80 թվականներին։ Նրա մասին խորհրդային պատմագրությունը ձևավորել է մի այնպիսի կերպար, որ կարծեք թե գործ ունենք 18-րդ դարի երկրորդ կեսին հայ ազգային գաղափարների տարածմանը եւ ազգագրական շարժմանը ամենաշատը խոչընդոտած կարծես թե մի կերպարի հետ, բայց իրականության մեջ մենք գործ ունենք ճիշտ հակառակը, մի ազնվորության հետ, ով բուն Հայաստանի տարածքում ազատագրական գործընթացը նախապատրաստող գործողություններ է կատարել։ Նա միևնույն ժամանակ եղել է կտրուկ միջոցների դեմ որոշակի տրամադրվածություն ունեցող անձնավորություն։ Նա շատ լավ գիտակցում էր, որ արևելահայության եւ արևմտահայության կողմից իրականացրած որևէ կտրուկ գործողության համար անմիջապես ինքն է պատասխանատու լինելու օսմանյան եւ պարսկական վարչակարգերի առաջ։ Հետեւաբար նա կտրուկ գործողություններին դեմ էր եւ կարծում էր, որ պետք է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել եւ գաղափարները ակտիվ պահելով ժամանակի հետ համընթաց կազմակերպել ազատագրական պայքարը, ոչ անմիջապես սպոնտան ինչ-որ ձևերով։ Այս պարագայում իհարկե հենց այդ նույն մարդիկ, ովքեր որ խորհրդային տարիներին մեղավորությունը հայաստագրական շարժման ձախողման երբ փորձել են դնել հենց Սիմեոն Երևանցու ուսերին, նրանք աչքաթող են արել այն կարևոր հանգամանքը, որ հենց Սիմեոն Երևանցու ակտիվ գործունեությամբ եւ նրա ջանքերով է, որ վերականգնվել է ամենայն հայոց կաթողիկոսի նվիրապետական իշխանությունը ռուսահայոց թեմի նկատմամբ։ Նրան նախորդող շրջանում, երբ մայրաթոռը բավական թուլացել էր եւ չէր տիրապետում իրավիճակին անգամ բուն Հայաստանի տարածքում, արևելյան Հայաստանում դաղստանյան ցեղախմբերը 1755-ից 58 թվականներին ազատ գործունեություն էին ծավալում եւ նույնիսկ զավթել էին վանքապատկան տարածքներ, վանքեր էին ավերում, գյուղեր էին զավթում իրենց ցանքատարածություններով եւ նաեւ այլ տարբեր ցեղախմբեր եւ Երևանի խանության վարչախումբը ինչ ուզում անում էին, նման պարագայում որևէ լծակ չկար ազդելու իրավիճակի վրա դրսում, այսինքն գաղութահայ համայնքներում։ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը անցել էր բավական հետաքրքիր ճանապարհ, եւ այս ճանապարհը նրան ուղղորդելու է այնպիսի մոտեցումների, որոնք նախատեսում են համառ պայքար տեղերում եւ երկարատև պլանավորում ապագայի համար։ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը ծնվել է 1710 թվականին եւ արդեն նրա հենց անվան մեջ Երևանցի ասվածը բնականաբար հաստատում է այն փաստը, որ նա ծնվել է Երևանում։ Իր գործունեության վաղ շրջանը կապված է այստեղի հետ, էջմիածնում սովորել է եւ այնուհետեւ ձեռնադրվելով հոգեորական, կուսակրոն հոգեորական, նա շրջագայել է իբրև կաթողիկոսական նվիրակ պաշտոնավարել է մասնավորապես հնդկահայոց թեմում եւ նաեւ Կոստանդնուպոլսում։ Այնուհետեւ նա բավական անխոնջ պայքար է մղել տարբեր տեղերում, հատկապես Արևմտյան Հայաստանի, Արևելյան Հայաստանի սահմանամերձ հատվածներում կաթոլիկական քարոզչության դեմ։ Նա գտնում էր, որ լատինականացման միտումը խաթարում է հայկական ինքնության համակարգը եւ անհրաժեշտ է հայ եկեղեցու իրավունքները լիովին պաշտպանել այնպիսի վայրերում, որտեղ կաթոլիկ քարոզչությունը միսիոներների եւ ներդրված գումարների միջոցով կարողանում էր հայ առաքելականներին դավանափոխել։ Խոսքը Ալաշկերտի, Բայազետի եւ Ախալցխայի մասին էր։ Այստեղ նա բավական խիստ եւ կոշտ պայքարի մեթոդներ էր նախընտրում եւ անգամ չի վարանել այս մասին գրել իր աշխատության մեջ, այսինքն կաթողիկոս դառնալուց հետո նա արդեն հետադարձ հայացքով շարադրում է իր գործունեության մասին։ 1763 թվականին, երբ նա ընտրվում է ամենայն հայոց կաթողիկոս, նրա առաջին գործերից մեկը լինում է այն, որ նա պատվիրում է հավաքել, մեկտեղել բոլոր այն փաստաթղթերը, որոնք կային մայրաթոռի վանական տնտեսության եւ ունեցած շարժական եւ անշարժ գույքի հատկապես կալվածների մասին։ Այսինքն բոլոր այն հրովարտակները, կալվածագրերը եւ այն փաստաթղթերը, որոնք շնորհվել էին Օսմանյան եւ հատկապես պարսկական վարչախմբի կողմից հայ եկեղեցուն, այդ ամենը անհրաժեշտ էր գույքագրել եւ այս ամենի արդյունքում մեկ ժողովածու դավթար է հավաքվում, որի անունը
Ջամբր անունով երկասիրությամբ հայտնի է այսօր պատմաբաններին։ Այս աշխատության մեջ նա փաստորեն 2.5 տասնյակ գլուխներում շարադրում է, թե ինչ գույքի եւ ինչ բնակարարի ցանցի հետ գործ ունի Սուրբ Էջմիածինը, այսինքն իրականացվում է լիարժեք ինվենտարիզացիա, գույքագրում, ինչ ունի եկեղեցին, ինչպիսի համայնքներ ունի, որ բնակավայրերում, թե Արևմտյան Հայաստանում, թե Արևելյան Հայաստանում, եւ թե գաղթավայրերում, որտեղ ինչ բնակարարում ապրում են հայեր եւ որտեղից են հարկային մուտքեր գալիս Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Նա նաեւ իրավական հիմնավորում է տալիս Մայրաթորի գույքին, մասնավորապես վանքապատկան գյուղերը։ Եվ սա շատ կարևոր էր, որովհետև հաջորդ քայլերը, որ նա անելու է, անհնար էր անել առանց այս գույքագրման։ Մասնավորապես, նրան նախորդած կաթողիկոսների, հատկապես Հակոբ Շամախեցու օրոք, բազմաթիվ վանքապատկան հողեր զավթվել էին տարաբնույթ մուսուլման ցեղերի կողմից եւ անհրաժեշտ էր հիմա նրանց դուրս հրավիրել այդ տարածքներից։ Եվ կաթողիկոսը ինքը իր Ջամբր երկում խոսում է, թե ինչպես է վտարել այդ ցեղերին այդ տարածքներից, բնականաբար համապատասխան գործողությունները համաձայնեցնելով Երևանի խանի հետ։ Այստեղ բնական է, որ գործողությունը պետք է ուղեկցվեր նաև այդ տարածքներ հայ բնակչությանը վերադարձնելով։ Օրինակ, Օշական գյուղի պարագան գիտենք, որ 1431 թվականից վերադարձվել էր Սուրբ Էջմիածնին, դեռևս Կարակոյունլու թուրքմենական ցեղի վարչախմբի օրոք, այս տարածքը այժմ գտնվում էր օկուպացիայի տակ եւ մուսուլմանական մի ցեղ զավթել էր այն։ Կաթողիկոսը ոչ միայն նրանց այնտեղից կարողանում է դուրս բերել, այլև վերադարձնում է տեղի հայ բնակչությանը, որ ստիպված էր եղել հեռանալ Վրաց թագավորի իրավասության սահմաններ, եւ հիմա մարդիկ վերադառնում են իրենց բնակավայրեր եւ գյուղը հավատարիմ մնալով նախկինում պարսկական իշխանությունների կողմից հաստատված այդ փաստաթղթերի հիման վրա սկզբունքին իրավականորեն եւ նաեւ փաստացի վերադարձում էին Սուրբ Էջմիածնին։ Տնտեսության հիմքն է վերականգնվում Մայրաթորի վարչատնտեսական բազան, հենքը եւ մյուս կողմից, որ շատ ավելի կարեւոր է, հայոց երկրում Արարատյան դաշտը վերածվում է հայերի գերկենտրոնացման կենտրոնի։ Այսինքն այն օջախի, որտեղ հայերը պետք է գերկենտրոնացվածություն դրսևորեն եւ հենց այստեղ մենք գիտենք հետագայում այս մոտեցումը պետք է շարունակվի արդեն 1826-28 թվականների ռուս-պարսկական պատերազմից հետո, երբ ռուսական իշխանությունները որոշում են շարունակել Արարատյան դաշտում հայկական տարի վերականգնման գործը եւ պատահական չէ, որ հենց այս հատվածը Արարատյան դաշտը պետք է դառնա հայոց նորագույն պետականության վերստեղծման օջախը եւ սիրտը։ Այսինքն ժամանակին դրա հիմքերը մենք տեսնում ենք, որ դրել է 1 տասնյակից ավելի բնակավայրեր վերահայացնելով Սիմեոն Երևանցի կաթողիկոսը։ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը նաև մեկ այլ հետարքիր քայլի է դիմում, տեսնելով, որ Ղարաբաղի խանության ստեղծումից հետո Խամսայի հայկական Արցախի մելիքությունների միջև առաջացել են երկպառակտչական կռիվներ, քայքայման գործընթաց է գնում այստեղ մելիքական համակարգի, որոշում է, որ միջամտի այս գործընթացին, մասնավորապես վերահաստատի Սուրբ Էջմիածնի գերագահությունը Գանձասարի կաթողիկոսի նկատմամբ, մանավանդ որ այնտեղ հակաթոռ կաթողիկոսներին միմյանց դեմ գոյացել է, պայքարում էին անհաշտ կերպով, եւ կատարի նաեւ մեկ այլ հետարքիր բան։ Հեռուստադիտողների մեծ մասը հավանաբար այն տեսակետն է լսել, որ Քարվաճառի հատվածում հայ բնակչություն վաղուց չկա, եւ իբրև թե այն վաղուց 17-18-րդ դարից քրդաբնակ է։ Այն, որ այդտեղ քրդական տարր 18-րդ դարում ի հայտ է եկել եւ այդ տարածքը դրա համար հաճախ Քյոլանի երկիր էին ասում, իհարկե այդ հանգամանք կա, բայց Սիմեոն Երևանցու Ջամբր երկը հստակ ցույց է տալիս, որ այստեղ 30-ից ավելի հայկական բնակավայրեր կան եւ այդտեղ հոգեորականները իրենց պարտավորագրով նաեւ իրենց հնազանդությունն են հայտնում Սիմեոն Երևանցի կաթողիկոսին, որով նա կարողանում է այդ տարածքը ուղիղ իր նվիրապետական իշխանության տակ վերցնել, Գանձասարի կաթողիկոսությունից դուրս բերելով եւ նույնիսկ Երևանի խանի հետ կարողանում են գործարք ձևավորել, որ այդ տարածքները փաստացի անցնում են Երևանի խանի վերահսկողության տակ։ Ստացվում է, որ Սիմեոն Երևանցին կարողանում է նաեւ լեզու գտնել, դիվանագիտական աշխատանք կատարել
նույնիսկ մուսուլման տիրակալների հետ եւ անգամ այդ պայմաններով իրականացնի վերահայացման գործընթացներ։ Սիմեոն Երևանցին նաեւ ծածուկ գործիքակազմ օգտագործելու հմուտ վարպետ է։ Նա մասնավորապես Եկատերինա II կայսրուհուն 1766 թվականին ուղարկում է համապատասխան գրություն, որտեղ հայտնում է, որ հայ եկեղեցին Հայաստանի ազատագրությունը կապել է միշտ քրիստոնյա երկրների հետ եւ մասնավորապես այս դեպքում Եկատերինա II-ին դիտարկում են այդպիսին եւ խնդրել է, որպեսզի ռուսահայոց թեմը վերադարձվի ամենայն հայոց կաթողիկոսի նվիրապետության ներքո, ինչը 2 տարի անց Եկատերինա II-ի հրովարտակով կատարվում է եւ եւս 5 տարի անց այստեղ թեմակալ առաջնորդ է նշանակվում Հովսեփ Արգուտյանը, որ հետագայում պետք է arczepiskopos դառնալով հայ ազատագրական շարժման կարևորագույն գործիչներից մեկը լինի, հյուսային ծրագիրը Հայաստանի ազատագրության կազմի եւ բոլոր այս գործընթացները բնականաբար համակարգվում էին հենց Սիմեոն Երևանցի կաթողիկոսի կողմից, արտաքուստ ցուցադրելով, թե իրենց միջև կա որոշակի գժտություն։ Բայց իրականում ամբողջ գործընթացը մենք շատ լավ հասկանում ենք, որ հենց Սիմեոն Երևանցու մտահայեցողության արդյունքն է։ Մյուս կողմից նա զգուշավոր է։ Հնդկահայոց ազատագրական կենտրոնի գաղափարները հնարավորինս նա մեկուսացնում է, մտածելով, որ եթե վաղաժամ ապստամբություն սկսվի եւ պարտություն լինի, նա արդեն դժվար կլինի պատասխան տալ այդ գործողությունների համար, չէ՞ որ պատասխան տվողը լինելու է ինքը, այլ ոչ թե հնդկահայերը, ինչպես օրինակ Հովսեփ Էմինը կամ Շահամի Շահամիրյանը կարող էին լինել։ Միևնույն ժամանակ Սիմեոն Երևանցին կատարում է հայկական մոդեռնիզացիայի կարևորագույն քայլերից մեկը։ Հենց նույն հնդկահայ համայնքի ներկայացուցիչներից Գրիգոր Խոջաջանյանի միջոցներով նա Մայրաթոռում հիմնում է տպարան։ Դա Հայաստանի տարածքում առաջին տպարանն էր 1771 թվականին հիմնված, որտեղ հետագայում պետք է լույս տեսնեն բազմաթիվ գրքեր եւ մինչ օրս դա Հայաստանում գործող ամենահին տպարանն է։ Մայրաթոռ Սուրբ Էջմիածնի տպարանը եւ հրատարակչությունը հենց այդ հենքի վրա են հետագայում վերաձևավորվել, անընդհատ հարստացվել եւ ավելի թարմ տեխնիկայով վերազինվել։ Եթե մենք դիտարկում ենք Ձեռագիր Մատյանի կազմումը, այն կարող է մոտավորապես այս հաստության գրքի պարագայում տևել 1-ից 2 տարի։ Իսկ ահա տպարանի պայմաններում գիտելիքը զանգվածաբար տարածելու հնարավորություն էր առաջանում։ Ընդամենը 2 ամսում կարող էին նույն այս ծավալի 2000-ից ավելի տպաքանակով գիրք տպել։ Սա մերօրյա համացանցի ազդեցությունն էր ունենում այն ժամանակներում։ Էջմիածնի տպարանը առաջին հերթին պետք է ծառայեր Էջմիածնի վանական դպրոցի այդ նոր ձևով, նոր ծրագրերով հարստացված եւ կարելի ասել վերաբացված նոր սկզբունքներով դպրոցի կարիքների համար։ Նա նաեւ շինարարական լայն գործունեություն է ծավալում։ Վանքը պարսպապատվում է, նորովի ներկայանում են տարբեր շինություններ եւ որ շատ էական է, նաև թղթի գործարան է 1776 թվականին կառուցվում, այսինքն տպարանի բացումից 5 տարի անց, որպեսզի թղթի հումքը տեղում կարողանային ստանալ եւ այլևս դրսի մատակարարներից կախված չլինեին։ Սիմեոն Երևանցին նաև գրական ժառանգություն է մեծ թողել եւ բացի ջամբր երգից նաև իհարկե կարևոր տեղ ունեն նրա օրինակ աղոթքները, տաղերը եւ աստվածաբանական, փիլիսոփայական խոկումները։ Մասնավորապես նրա գիրք աղոթից աշխատությունը նաև ժամանակաշրջանի որոշակի հրապարակախոսական տարրեր է պարունակում։ Իր ժամանակաշրջանի վիճակն է ողբուն տաղերի եւ աղոթքների միջոցով։ Իսկ ահա նրա կողմից տոնացույցի հարստացումը իր ժամանակների կարիքների համար հրաշալի գործ դարձավ։ Գործածության մեջ մտավ 1777 թվականից եւ այստեղ մտցվեցին մի շարք հստակեցումներ։ Եվ իր այն մոտեցումը, որ Արարատյան դաշտը պետք է լինի վերահայացման Շահ Աբբաս առաջին Պարքայի կողմից, շահի կողմից պարսկական իրականացած բռնագաղթից հետո Հայաստանի վերականգնման օջախը պետք է լինի, Մովսես Տաթևացու, քանի որ գծի շարունակությունն էր, հենց նա էլ Մովսես Տաթևացու համար սահմանեց սրբի հիշատակման կարգ, այսինքն փաստացի հենց նրա մոտեցմամբ էր Մովսես Տաթևացի հայրապետը սրբադասվելու։ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի գործունեության լավագույն գնահատականը տվել են իր ժամանակակիցները։ Ես հիմա կընթերցեմ մի փոքրիկ հատված մի ձեռագրի հիշատակարանից, որտեղ գրիչ Վարդան Սարգսակը հետևյալ կերպ է բնութագրում կաթողիկոսին։
իր գրության ժամանակը նկարագրելով նշում է հետևյալը. «Ի Սուրբ Էջմիածին, ի թագավորության Պարսից Քարիմ խանին և հայրապետության Սուրբ և Աստվածաեջ Աթոռույս Տյառն Սիմեոնի սրբազան կաթողիկոսին, զոր և Տեր Աստված տացե սմա ըսկյանս խաղաղական մինչև ի խորին ծերության, զի ժամանակս մեր և անցյալն ոչ նստավ այսպիսի հայրապետ սուրբ աթոռումս։ Զի է սա հեզ և խոնար, մաքուր և ամենայնի խաղաղասեր, և ոչ կամի թե մինչ ի խոզարածն ևս թե տրտմի, այլ ամենայնի ըստ կարգին նայե և մխիթարե։ Զոր և հավուրս սորա նորոգեցավ պարիսպ սրբո աթոռույս և վեհարան մի գեղեցիկ հարավային կուսե և սեղանատուն»։ Փաստորեն խոսքը գնում է պարսպի և վեհարանի մասին, նորոգումը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի պարսպի և վեհարանի կառուցում և սեղանատան մասին է նոր խոսում։ Կեսն որ քայքայալ է, զի ոչ կարեի համբարձիլ սեղանն, թե գուցե անկանիցի վերամեր և այլ բազում շինություն և պայծառություն սրբո աթոռույս արար երանիս։ Եվ ի պարսկության Երևան քաղաքիս Հուսեն Ալի խանին, զոր էր այր գազանաբարո և չարասեր, զոր ոչ տար Տեր Սիմեոն կաթողիկոսի, կյալ հանգիստ ժամ մի։ Այստեղ նաև նշվում է, թե ինչ բարդ ժամանակաշրջան էր և ինչքան դժվար է կաթողիկոսի համար աշխատել Երևանի այնպիսի խանի հետ, որը մշտապես որոշակի ճնշումներ է գործադրում և հետագա տեքստում նշում է, որ անընդհատ ցանկանում է նյութական միջոցներ մայրաթորից, այսինքն Երևանի խանը դիտում էր այդ ժամանակ Ամենայն Հայոց կաթողիկոսին իբրև հարկատու, այսինքն հարկ վճարեն, գումարներ շորթեն եկեղեցուց և նյութական մատակարարումների դիտանկյունից էին նայում։ Եվ այս պայմաններում կաթողիկոսը կարողանում է կերտել մի այնպիսի փաստորեն միջավայր, որի հիման վրա Մայրաթոր Սուրբ Էջմիածինը պետք է շարունակի իր հարատևությունը և ամենակարևորը, ինչպես արդեն նշեցինք, Արարատյան դաշտի վերահայացման անատոմիան մշակի։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ Պատմության խորհուրդ հաղորդաշարի եթերում։ Հաջողություն։